Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 16-ին այցելել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիր, հետևելու ուսանողների կացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ավարտական փուլին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի եւ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանը շրջել է նորակառույց կացարանի տարածքում, ծանոթացել արդեն իրականացված եւ ընթացիկ աշխատանքներին։ Նախարարին են ներկայացվել շինարարության իրականացման ժամանակացույցը, ինչպես նաեւ առաջիկա փուլերում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները։ Արփինե Սարգսյանը կարևորել է բարձր որակի ապահովմամբ նախագծային լուծումներին ու նորմերին լիարժեք համապատասխանությամբ շինարարական աշխատանքների իրականացումը։ Նա հանձնարարել է ապահովել աշխատանքների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումն ու ժամկետների խիստ վերահսկողությունը։ Ներքին գործերի նախարարը ընդգծել է, որ ծրագրի հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի կրթահամալիրի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սովորողների համար անվտանգ, ժամանակակից եւ հարմարավետ կենցաղային պայմանների ստեղծման տեսանկյունից։ Այսի շրջանակում Արփինե Սարգսյանը ներկայ է գտնվել նաև ապագա պարեկների ուսումնական գործընթացին։ Նա զրուցել է սովորողների հետ, ծանոթացել նրանց կատարած առաջադրանքներին եւ մասնակցել դասապրոցեսին։ Արփինե Սարգսյանը կարևորել է կրթության որակի բարելավման ուղղված հետևողական քայլերը, նշելով, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն ձևավորելու մասնագիտական պատրաստվածությամբ, պատասխանատվության բարձր զգացում ունեցող եւ քաղաքացիների կարիքներին արձագանքող ծառայողներ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն հանրային անվտանգության ապահովման եւ հասարակության վստահության ամրապնդման գործընթացին։ Ապագա պարեկները նախարարին ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հետադարձ կապը ուսուցման որակի, կիրառվող մեթոդների, կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ։